կուսակցականները, մեր համակիրները գրեթե բացառապես բոլորը գնալու են ընտրությունների եւ քվե են տալու ընդդիմադիր ուժերին, թե որ ուժերին ընթացքում կտեսնենք։ Պարոն Սարգսյան, իշխանականները ասում են, որ Սերժ Սարգսյանը այսպիսով հնարավոր է իր ձայները տա իր իշխանության ժամանակ աշխատակազմի ղեկավար եղած ՀՀԿ ֆրակցիա եղած Կարեն Կարապետյանի որդու Նարեկ Կարապետյանի ուժին, որը առաջադրվելու է այդ տեղով ուժեղ Հայաստանին կամ ձեր ժամանակ փոխնախարար եղած ՄԻՊ Արման Թաթոյանին։ Կասեք, բացառվում է իրենցից որևէ մեկին ձայներ տալ, թե ոչ, կստակեցնենք այս հարցը։ Դե ինչպես միշտ իշխանության ներկայացուցիչները այդպիսի ամբողջական պատկերացում ունեն։ Այդ ձայները իմ գրպանում չէ, էլի որ հանեմ տամ մեկին։ Քարոզարշավի ընթացքում կարծում եմ մերոնք կողմնորոշվեն։ Եթե լրացուցիչ հայտարարության անհրաժեշտություն ունի, ես անպայման այդպիսի հայտարարություն կանեմ։ Բայց չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կլինի։ Պարոն նախագահ, քանի որ դուք ձեր ելույթի ընթացքում էլ հայտարարեցիք, որ ընդդիմությունը պետք է միավորվի եւ հանրապետական ըստ էության չի առաջադրվում, որպեսզի պառակտում չլինի ընդդիմադիր դաշտում, բայց հիմա հստակ չեք հայտարարում, թե կոնկրետ որ ուժի հետ որ